Հայրենիքը մեր կյանքի ամենաթանկ գանձն է։ Կարող եք ասել, որտեղից է սկսվում հայրենիքը։ Որտեղից է սկսվում հայրենիքը։ Հայրենիքը սկսվում է մեր սրտից ու հիշողությունից։ Լավ։ Եվա։ Հայրենիքը սկսվում է մոր ձայնից, տան, բակից, դպրոցից, որտեղ սովորում ենք գրել։ Շատ լավ։ Անգելինա։ Ամենից առաջ սիրուց, որ զգում ես քո երկրի նկատմամբ։ Լավ։ Իսկ ասեք հասկանամ, հայրենիք ասելով ինչ ենք հասկանում, ինչ ենք հասկանում հայրենիք ասելով։ Տեսնեմ, բոլորն եք մասնակցում։ Տեսնեմ, Անյա ջան ասա։ Հայրենիք ասելով հասկանում ենք այն վայրը, որտեղ մենք ծնվել և մեծացել ենք, մեր ընտանիքն է։ Լավ, Իլոնա։ Հայրենիք ասելով հասկանում ենք մեր լեզուն, պատմությունն ու մշակույթը։ Բարի, էլ ինչ ենք հասկանում, համասահաս։ Հայրենիքը լեզվի համոթքի սովորույթների ժառանգությունն է։ Բարի, էլ, մանե։ Այն հողը, որի վրա արել ենք ապել, հանուն մեր ազատության։ Հանուն մեր ազատության, այո, շատ ճիշտ է։ Իսկ ինչ գիտենք հայրենիքի, Հայաստանի մասին, ինչ գիտենք, արդյոք ինչ գիտենք։ Գիտենք, որ Հայաստանի Հանրապետությանը կարճ ասում են Հայաստան։ Շատ լավ, Մարիթա։ Հայաստանը աշխարհով մեկ սփռված հայրենիքն է։ Բարի, Ինգա։ Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, աշխարհի 5 քաղաքներից մեկը։ Բարի, լավ, Արթուր։ Պետական լեզուն հայերենն է, պետական կրոնը քրիստոնեություն է, եւ առաջինն հայերն են ընդունել որպես պետական կրոն։ Շատ։ Ալբերտ, դու եք քո միտքը արտահայտի։ Հայաստանի ազգային խորհրդանիշներն են, դրոշը, զինանշանը, օրհներգը։ Ապրեք, շատ լավ։ Իսկ ով է մեր Հայաստանի Հանրապետության օրհներգի հեղինակները, ովքեր են։ Անյա։ Օրհներգի տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, իսկ երաժշտությանը Վարսեղ Կանաչյանը։ Շատ լավ։ Հայաստանի դրոշի մասին, ինչ գիտենք Հայաստանի դրոշի մասին։ Հայաստանի դրոշը Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկն է։ Այն սահմանված է Հայաստանի սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից, վերևից ներքև հորիզոնական հավասարաչափ շերտերով։ Շատ բարի, իսկ կապույտի մասին ինչ կարող ենք խոսել։ Աշոտ։ Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդավարությունը, խաղերքի տակ։ Շատ լավ։ Իսկ նարնջագույնը, այ ով կասի նարնջագույնը։ Նարէ, դու փորձի ներկայացնեք նարնջագույնը։ Նարնջագույնը խորհրդանշում է մեր հայերի տանջանքը և հողը։ Լավ։ Ավելացնելու ուրիշ ինչ ունենք։ Իլոնա, դու ասա, ինչի հետ ենք։ Նարնջագույնը նաև կարող ենք ասել դիրանագույն։ Դիրանը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Որ զինանշաններն են ձեզ ծանոթ։ Սուրեն։ Ինձ ծանոթ է Լուբնյանների զինանշանը։ Որն արի ցուցադրի պետք է ձեզ։ Վերջ և ամրացրու Իլոնա։ Ինձ ծանոթ է Բաղդադյանների զինանշանը։ Որն է։ Շատ բարի։ Արտաշեսյանների զինանշանը։ Բարի, Արտաշեսյանները։ Ինձ ծանոթ է Արտաշեսյանների թագավորությունը։ Հակավորություն, այո, զինանշան հանեցի։ Իսկ որտեղից է ծանոթ այս զինանշանները ձեզ։ Որտեղից են ծանոթ։ Ալբերտ։ Մեզ ծանոթ են այս զինանշանները մեր Հայաստանի զինանշանից։ Շատ լավ։ Այսինքն մեր Հայաստանի զինանշանի վրա պատկերված են այս զինանշանները, այս թագավորությունը։ Իսկ ինչու են տրված հենց այս զինանշանները։ Որովհետև նրանք ամենաուժեղ թագավորություններն էին։ Այո, եղել են Հայաստանի ամենահզոր թագավորություններից մեկը։ Շատ լավ։ Իսկ ինչ գիտենք մեր Հայաստանի զինանշանի մասին։ Ինչ գիտենք։ Սուրեն։ Զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ, Լեռնոյան տապանը և
Շատ բարի, ինչ գիտենք զինանշանի մասին, Սերգեյ։ Վահանից ներքև պատկերված է։ Վահանը պահում են արտի վծախից, առույցը աչից։ Առույցը աչից, որոնք խորհրդանշում են ոգու իշխանությունները, անկամության և արիության ուժը։ Վահանից ներքև պատկերված է սուր ճուղ, ասկերի խուզ, շղթա և ժապավեն։ Բարի, Սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։ շատ բարի, ինչ կասեք։ Հայաստանի զինանշանի հիմնական գույներն են ոսկե գույնը, կարմիրը, կապույտը և կենտրոնում վահանի վրա պատկերված Արարատ տեղը նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի դրոշի գույները։ Շատ բարի։ Երեխաներ, ձեզ հանձնարարված է ամեն մեկը ընտրել խումբ և միասին աշխատել։ Այսինքն, ինչ պիտի անենք, պետք է տեսնում ենք Հայաստանի քարտեզը և այնտեղ իսկ մեր Հայաստանը ինչերից է կազմված, ինչերից է կազմված, Մեր Հայաստանը կազմված է մարզերից։ քանի մարզ ունենք, Եվա, Ունենք 10 մարզ և 1 մայրաքաղաք։ շատ բարի։ Հիմա ձեր խմբերով, որոնցով ում հետ աշխատել եք, հավաքում ենք մեր քարտեզը։ Տեսնեք, որտեղից ենք սկսում։ Եկեք սկսենք Սյունիքից։ Մեր քարտեզը։ Ես Սյունիքն եմ, Հայաստանի հարավը, Տաթևի զանքը և զորացած քարերը իմ հպարտությունն են։ Իմ լեռները ուժ են տալիս հայրենիքին, իմ քարերը պահում են մեր պատմությունը։ Ես Տավուշից եմ անտառներով ու լեռներով պատված։ Գողտրի Գերգոշավանքն ու Հաղարջինը մեր պատմության գանձերն են։ Մեզ մոտը Դիլիջանի ազգային պարկ է, բնության հեքիաթը, Տավուշը խաղաղության և գեղեցկության բնակավայր է։ Իմ Հայաստանն ուրիշ երկիր է, քաղցր թմբիր է իմ Հայաստանը, անհակ կարոտ է, սրտի անոթ է, ուրիշ աղոթք է իմ Հայաստանը։ Իմ Հայաստանը ուրիշ երկիր է, լուսավոր չի իմ Հայաստանը, ամրագույն ժայռ է, դրախտավայր է, իմ մայրն ու հայրն է իմ Հայաստանը։ Իմ Հայաստանն ուրիշ երկիր է, ծաղկածկնջիր է իմ Հայաստանը, քարեպարից ու քարախայից, սիրավոր սիրտ է իմ Հայաստանը։ Այ մենք այս ամբողջ թեմայի ընթացքում ուսումնասիրեցինք, ծանոթացանք մեր քարտեզին, Հայաստանի քարտեզին, ծանոթացանք և իմացանք իմաստը մեր խորհրդանիշերի, չէ՞, և ծանոթացանք Հայաստանի վարչական մարզերի հետ, մայրաքաղաքի, մենք թեմայի շուրջ նաև ուսումնասիրել ենք հայտնի բանաստեղծների, աստղագետների, չէ՞, այ հիմա ես ձեզ համար կազմել եմ մի խաղ, որի ընթացքում պետք է ես բնութագրեմ այդ գրողին կամ բանաստեղծին, իսկ դուք պետք է որոշեք ում մասին է խոսքը։ Նրա արվեստով ոգեշնչվել են բազմաթիվ հայ նկարիչներ և նրա գործերը պահպանվում են աշխարհի նշանավոր թանգարաններում։ Բոլոր ժամանակների հայ ծովանկարիչ, նրա անունը տալով մտովի տեսնում են ծովային ամենատարբեր տեսարանները։ Ում մասին է խոսքը։